շատ ազնիվ ա եղել Ռուբեն Մխիթարյանի եւ Կարեն Սիմոնյանի կեցվածքը։ Որովհետեւ նրանք մեկը ստանալով 3 մանդատ, մյուսը 2, անմիջապես հայտարարեցին, որ իսկի չեն էլ պատրաստվում բանակցել, անվերապահ, առանց նախապայմանների, առանց դու ինձ ես կտաս, ես քեզ են կտա, առանց որևէ բանի, իրենք իրենց ժողովրդի ստացած քվեն դրան համահունչ որոշում կայացրեցին եւ ես կարծում եմ որ դա շատ ազնիվ որոշում էր եւ գնահատականի արձանիկ եւ Ռուբեն Մխիթարյանի եւ Կարեն Սիմոնյանը։ Հիմա մնաց այնտեղ Մարտուն Գրիգորյանը եւ Վարդան Ղուկասյանը կարմիր փողկապը կապ են նստել ասուլիսի արդեն այնց է դիրքավորվել ոնց որ ինքը արդեն քաղաքապետ է։ Ոչ, եղբայր դու քաղաքապետ չեք։ Այդ կարմիր փողկապը դեռ չի նշանակում որ դու քաղաքապետն եք։ Ճիշտ է դրանից Թրամփն էլ է կապում, բայց Թրամփը կապա որ ինքը նախագահ է։ Իրան հաջողվել է ընտրվել։ Հիմա պիտի մեր հարգարժան պարոն Վարդան Ղուկասյանին ինչ-որ մեկն ասի, որ ինքը քաղաքապետ չի ընտրվել։ Հետևաբար այն կեցվածքը որ պետքա բոլորը ասեն իսկապես ինքը նստի, բոլորը գան ներկայանան իրեն, ինքը հենց արդեն սկսի որոշումներ կայացնել որպես քաղաքապետ, դա տենց չի։ Ինքը քաղաքապետ չի։ Նրանցից բոլորն էլ ուզում էին դառնային քաղաքապետ, բայց ոչ մեկն էլ չի ընտրվել։ Հետևաբար պիտի պարոն Ղուկասյանը իմանա, որ եթե մյուս գործընկերները, հավաքանու մյուս անդամները իր տեխնատության օգտին չքվեարկեն, ինքը տես քաղաքապետ չի էլ դառնա։ Ուզում է իր, չէ՞ դառնա իր։ Դե գնա իր ընտրվեիր։ Գնա իր փարակարի նման 53%-ը հավաքիր, կարմիր գալստուկը կապեիր, նստեիր, մենք էլ շնորհավոր էինք, ոնց որ փարակարին ենք շնորհավորում։ Դու միայնա որ կասեր այո, տեղակալներն էլ իմ կուսակցության ներկայացուցիչները պիտի լինեն, հեսա, այո, այդ վստահությունը, այդ որոշումը կարող ունենա միայն ընտրված քաղաքապետը, բայց դու չես ընտրվել, եղբայր։